Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք հատուկ մաս 3 հատորներում վերտառությամբ եռահատոր ձեռնարկը ապրիլի 15-ին դրվեց իրավաբանական հանրության սեղանին։ Շնորհանդեսը տեղի ունեցավ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում։ Եռահատորյակի համահեղինակներն են Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գրիգորյանը եւ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։ Ձեռնարկում հեղինակները ներկայացրել են քրեական օրենսգրքի հատուկ մասերում ամրագրված հանցակազմերը, մեկնաբանելով ոչ միայն դրանց տարրերը, այլ նաեւ օրինակներով վերլուծել սուբյեկտիվ կողմի դրսևորման ձևերը, հանցագործության փուլերը եւ այլն։ Շնորհանդեսի ներկային Արդարադատության նախարարության, Վճռաբեկ դատարանի, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ, դասախոսներ եւ ուսանողներ։ Կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ Մանուկ Մուրադյանը ձեռնարկի տպագրության առիթով շնորհավորելով ներկաներին կարևորել է աշխատության գիտագործնական նշանակությունը։ Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք հատուկ մաս 3 հատորներում ձեռնարկը մշակվել եւ հրատարակվել է կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերով։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Ապօյնի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի Պարեկների եւ Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների հետ։ Նրանք ապրիլի 14-ին Մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել եւ Opel Magnishi ավտոմեքենայով հանդերձ Մալաթիայի բաժին են տեղափոխել Նորաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել քրեական վարույթ, որի շրջանակում ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները դատարանի թույլտվությամբ խուզարկեցին ձերբակալվածի մեքենան, հայտնաբերելով 20 գրամից ավելի ափիոն տեսակի թմրամիջոց ու ափիոնի եւ քացախաթթվի անհիդրիդի նմանվող զանգվածով 3 ներարկիչ։ Նոր Հաճնի 44-ամյա բնակիչը կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ապրիլի 16-ին համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ։ Նույն օրը ժամը 19:30-ին համայնքային ոստիկանները ձերբակալել եւ Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին։ Նրա պայուսակում հայտնաբերվել է մակարով ատրճանակ լիցքավորված 7 փամփուշտով, նաեւ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ ու կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզաների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը, ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքերը փրկում։
Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագապրիլ։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային արձանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճոդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 չափով 20,000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ։ Հարգելի քաղաքացիներ, roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։